Աստված նայում է մեր սրտի շարժառիթներին և իրականում սրբությունը կամ մեղքը դա սրտի պարունակությունով է որոշվում Աստծո կողմից։ Առհասարակ այսպիսի իրավիճակներ են լինում, երբ որ մարդը հոգով, սրտով, մտքով և ամբողջ էությամբ Աստծո սրբության մեջ է, բայց աշխարհի մեջ քայլելով տարբեր իրավիճակների մեջ է ընկնում և շրջապատը անօրենը ինչ-որ մեկին օգտագործում է շրջապատի մարդկանցից, այնպիսի մարդկանց, ովքեր որ իրականում սիրում են չարությունը, վատ վարքերը, օգտագործում է այդպիսիներին և մոտենալով այս սուրբ անձնավորությանը, ով որ Աստծո ճշմարիտ ճանապարհի մեջ է ամբողջությամբ և այնպիսի իրավիճակներ են ստեղծում, որ այս սրբության մեջ եղող մարդը ինչ-որ մի պահ համարժեք պատասխան է տալիս այդ անձնավորությանը, ով որ չարությամբ է եկել իր վրա և ակամայից ստացվում է, որ մեղք գործեց։ Աստծո խոսքը ասում է. «Այս երկրի վրա պիտի քայլեք ու ձեր ոտքերը պիտի փոշոտվեն»։ Փառք Տիրոջը, որ Տերը իր Սուրբ Հոգու միջոցով ինձ բացել է սա, որովհետև ամեն անգամ, երբ որ ես ինքս այսպիսի իրավիճակների մեջ էի ընկնում, որ արտաքին աշխարհի դրդմամբ ընկնում էի այսպիսի մեղքերի մեջ, որ իրենց վատ վերաբերմունքին վատ պատասխան էի տալիս, շատ ծանր էի տանում, իհարկե ցանկալի է, որ հավատքի մարդը չընկնի նման վիճակների մեջ, բայց ասեմ ձեզ, մենք հույս ունենք և դա գրված է Աստծո խոսքում, որ ասում է երկրի վրա քայլում եք, ձեր ոտքերը պիտի փոշոտվեն։ Եվ երբ որ քո տանը կանգնում ես աղոթքի, խնդրիր, որ Տերը նորից մաքրի, որովհետև մեր հույսը, մեր Հիսուսը, ճշմարիտ հույսը, ինքը խոստացել է մինչև աշխարհի վերջը մեզ հետ լինել և նա ճանաչում է իրեն սիրողներին և նա գիտի մեր սրտի շարժառիթները և գիտի, որ երբեք չենք ուզում մեղք գործենք, բայց շրջապատը մեկ-մեկ ստիպում է մեզ։ Եղեք օրհնված։